Этот гуманитарный вопрос находится в сфере внимания российской страны, и в ближайшее время планируется новая, довольно крупная гуманитарная. Պարոն Զախարովան հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից կլինի տեղահանվածների հարցը, խնդիրը իրենց օրակարգում է, իրենց մշտական ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում էլ իրենք պես ինչ-որ ակցիա են իրականացնելու հումանիտար։ Նախ ինչու է այս հարցը շարունակում մնալ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում եւ ինչ ասել է հումանիտար ակցիա։ Այսինքն չի նշել ում կողմից տեղահանված։ Ինձ օրինակ հետաքրքիր, թե ինքը պետք է ասեր մեր կողմից տեղահանված ու նոր մնացած, ասենք, շարունակություն։ Ես չեմ լսել ինքը ճիշտ ասած ինչ ասել, բայց նաև ինքը պետք է ասի այդ բանը, որովհետև իրենց կողմից է տեղահանվել Ղարաբաղի բնակչությունը։ Բայց այս նպատակը ո՞րն է, որ անընդհատ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են տարածում, որ Լեռնային Ղարաբաղցիների վերադարձի իրավունքն է իրենց ուշադրության կենտրոնում, ի դեպ նաև Քոչարյանն էր իր ասուլիսում դրա մասին խոսել։ Եթե Քոչարյանն ասում է, Զախարովան կրկնում է կամ Զախարովանն ասում, Քոչարյանը կրկնում, ես մենակ մի բան գիտեմ, որ իրանք էլի նորից ուզում են մոլորեցնեն մեր ժողովրդին։ Այնպես որ ասեն, տես Ռուսաստանն ուզում է, որ ղարաբաղցիների հետ վերադառնան, վաղն էլ կասի, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, որ ղարաբաղցիները հետ վերադառնան։ Ու լիքը բաներ սկսեն շարել իրար հետևից։ Բայց մենք լավ գիտենք, չէ՞ ինչ է դա նշանակում։ Եթե իրանք օգնում էին վերադառնալ ղարաբաղցիներին իրենց հայրենիք, ավելի լավ էր իրենք գտնվում էին Ղարաբաղում, ռուսական զորքը գտնում էր Ղարաբաղում եւ իրանք համարում էին ըստ պայմանագրի երաշխավոր, անվտանգության երաշխավոր ղարաբաղցիների համար եւ թող չթողնեին, որ ղարաբաղցիները դուրս գային, ոչ թե մտնեին գյուղեր ռուս զինվորները ու ասեին ձեզ մի ժամանակ է տրված, որ դուրս գաք, եթե դուրս չեք գալիս, մենք ձեր անվտանգությունը չենք կարող երաշխավորենք։ Ու իրենք այդ կարգով ամբողջ Ղարաբաղը հայաթափեցին ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիները չեն հայաթափել։ Ադրբեջանցիները չեն մտել մեր գյուղերը, ժողովրդին չեն ասել դուրս եկեք։ Դա իրենք են արել, դա ռուսական խաղաղապահ ուժերն են արել այդ ամեն ինչը։ Իրանք են արել, իրենք են մտել մեր հայրենակիցների տները եւ ասել են, որ մենք չենք կարող այս բանը դուրս եկեք։ Իրենք էլ դուրս են եկել։ Պարոն Մարկարյան, տրամաբանությունը որտեղ է, ինչու էին թողնում Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, հիմա էլ ասում են մենք պատրաստ ենք վերադարձի իրավունքի մասին խոսել, հնարավորությունների մասին խոսել, այսինքն տրամաբանությունը որտեղ է։ Դա իրենց քաղաքականությունն է, որպեսզի իրանք կարողանան Հայաստանին ապացուցեն, որ իրանք ավելի հարազատ են, ավելի մոտիկ են, ավելի բարեկամ են, նույնիսկ այն դեպքում, երբ արդեն ղարաբաղցիները դուրս են եկել, Ղարաբաղի բնակչությունը դուրս է եկել Ղարաբաղ, նույնիսկ իրանք ասում են մենք այնպեսի ֆոկուսներ կանենք, որ բանը իրենք հետ կվերադառնան Արցախ։ Թող Ալիևին ասեն, մնացածներին ասեն։ Հիմա ուզում են, որ այստեղ անկայուն վիճակ ստեղծվի, որովհետև դրանց ասելով հիմա արդեն մեր հայրենակիցները, արցախցիները հիմա արդեն նոր հույս կառաջանա իրանց մոտ, որ տեսակ, բանը Ռուսաստան ուզում է մենք հետ վերադառնանք, իսկ Հայաստանը այդ թեմաներով չի խոսում։ Կասեն, չէ՞, մեր հայրենակիցները։ Ու նույն ասեն Քոչարյանը կասի, նույն բոլորը կասեն, որ այս բանը դες Ռուսաստան ուզում է, որ մենք հետ վերադառնանք։ Բոլորն էլ ուզում են, մենք էլ ենք ուզում, որ օր առաջ իրենք վերադառնան։ Բայց ինչ եղանակով, ինչ ծևի։ Այն ժամանակ, որ ասենք ռուսական զորքը գտնում էր Արցախում եւ արցախցիները տեսնում էին ինչա կատարվում այնտեղ։ Ինչ ծևի շրջափակում եղավ։ Մի քանի դրամով էին բերում ծախում իրանց վրան։ Ես ամեն ինչը տեսել են, չէ՞ ժողովուրդ, այդ ժողովրդին մի քիչ դժվար արդեն խաբել կամ հակառակը համոզել։ Պարոն Մարկարյան, այստեղ է Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ, նույն նախագահը, Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավորները հայտարարում են, որ նոր ընտրություն պիտի անեն նախագահի, որպեսզի կարողանան այնտեղի ինստիտուտները պահպանել։ Ինչ ինստիտուտների պահպանության մասին է խոսքը եւ նոր նախագահի ընտրության այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղը արդեն լուծարվել է, ըստ Շահրամանյանի փաստաթղթի։ Շահրամանյանը լուծարել է,
Արցախի հանրապետությունը եւ հիմա եկել է այստեղ իրան չգիտեմ ում տեղադրե։ Եթե դու դավաճան ես, դու արդեն արել ես քո գործը, քո սև գործը արել ես, հիմա այստեղից ընտրություն պետք է անես։ Այստեղ միակ ընտրությունը կարանի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ընտրությունն անի։ Իրանք ինչ ծևի են ընտրությունն անում։ Որտեղ են անում։ Ինչ կարգով, ինչ օրենքով, ինչ բանով։ Թող անեն մեկ էլ տենակ ոնց են անում։ Բայց նպատակը ո՞րն է, միտումը ո՞րն է այս քայլերի։ Եթե չկա Այս ամեն ինչի նպատակը այդ է։ Իրենք ոնց որ հավատացին Արցախում ռուսներին ու ռուսական դրոշներով էին ման գալիս։ Ռուսաստանի նախագահի նկարներով էին ման գալիս Արցախում։ Բոլորը կարելի է ասել։ Հիմա այդ նույնը ուզում են այստեղ անեն։ Արեցին ու հայրենազրկվեցին։ Հիմա նույնը անում են այստեղ, որպեսզի մնացածին էլ հայրենազրկեն։ Չէ՞ որ իրանց նպատակը, ադրբեջանցիների նպատակը Արցախը հայաթափելն էր եւ Հայաստանը նույնպես, Հայաստանը գրավել եւ Հայաստանը հայաթափել։ Սա իրանց բազմադարյա ծրագիրն է եղել։ Իսկ հիմա փոխարեն մենք կանգնենք իրար այսպես թիկուն կանգնենք, հիմա այստեղ արդեն խաղում ենք արցախցի, հայաստանցի, որը պետք է բացառվի։ Նորից էլի ռուսների Ռուսաստանը խոսքա տվել, չգիտեմ ինչ ծևի, Մարիա Զախարովները կարան բանան են, ամեն ինչ կազմակերպեն այստեղ։ Պարոն Մարկոյան, հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին իր հարցազրույցի ժամանակ խոսեց այդ թեմայի մասին, ասաց, որ որվա իշխանությունն է ձեռքերը լվացել կողքի քաշվել կամ Արցախը տվել այսպես հանձնել խաղաղապահներին, ասել դե ադրբեջանցիներին եթե այդտեղ ինչ ուզում եք արեք, իրենք էլ սկսել են Եվրամիության հետ խաղեր տալ։ Հիմա ասում են, որ Արցախը դուք եք հանձնել, դուք եք Արցախից մեջքով թեքվել ձեր Եվրամիության հետ խաղեր տալու համար։ Սա ինչպես հասկանալ։ Հիմա անընդհատ այս խոսակցությունները անընդհատ կրկնվելու են, անընդհատ ասվելու են, մենք ամեն անգամ ասել ենք, որ բանը կա ծրագիր։ Հայաստանը դառնա ծայրագավառ Ռուսաստան, եւ այդ ծայրագավառի գավառապետն էլ պետք է լինի Քոչարյանը։ Էսա ամեն ինչը տանում է սրան։ Բայց Քոչարյանը հակառակն է ասում է, եթե դուք գնում եք Եվրամիություն, դա ինքնիշխանության ամենամեծ վտանգն է ներկայացնում, ամենամեծ հարվածն է։ Դրա համար ինքը չի թողնի, որ մենք գնանք Եվրոպա։ Ինքը միանգամից ասում է, չէ՞ որ Ռուսաստանն է մեր բարեկամը, Ռուսաստանն է, ամեն ինչում Ռուսաստանն է։ Իր ասած է դա, որ Ռուսաստանը մնա Հայաստանում, ոչ թե Եվրոպան գա Հայաստան, այլ Ռուսաստանը մնա Հայաստանում։ Եվ այդ ժամանակ ինքն է լինելու այդ գավառապետը։ Եվ իր բոլոր հարցերը լուծվելու են։ Ինչ խնդիր ունի, այդ խնդիրները լուծվելու են։ Որ ասենք իր գույքը ձեռքից դատարանով արդեն թվարկել են, թե ինչ պետք է ինքը տա։ Դրա համար այդքան հեշտ չի իրան, որ այդ ունեցվածքը ինքը տա պետությանը։ Դրա համար ամեն ինչ կարվի, որպեսզի Հայաստանը մնա Ռուսաստանի լծի տակ եւ իրենք էլ դառնան իշխանավոր։ Հիմա որտեղ է Հայաստանը եւ ուր է գնում Հայաստանը, ասեցիք, որ Քոչարյանը ոչ մի կերպ թույլ չի տալու, որ գնանք Եվրամիություն կամ թույլ չի տալու, որ Ռուսաստանը գնա։ Հիմա որտեղ է Հայաստանը, ուր է ուզում գնալ։ Ուրեմն Հայաստանը ոչ միտեղ չի գնում, Հայաստանը մնում է Հայաստանում։ Իսկ թե ովքեր են գալու, ասենք Եվրոպայի հետ ենք մենք բարեկամություն անում, հիմա եվրոպական շատ երկրների հետ բարեկամություն ենք անում։ Նույնիսկ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չի խզվել եւ ինձ թվում է, որ չի խզվելու, որովհետեւ մենք առևտուր Ռուսաստանի հետ է հիմնականում մեր առևտուրը եւ մենք ավելի լավ է մնանք բարեկամներ, մենք միշտ էլ բարեկամ ենք եղել, մեր շահը մենք չենք վերագնահատել, ընդհակառակը Ռուսաստանի շահով ենք մենք միշտ շարժվել, մենք որ ասենք մի խնդիր եղել, ասենք Ռուսաստանը ինչ կմտածի մեր մասին, եթե մենք մի քայլ ենք արել սկզբնական շրջանում, ու մի հատ նայում ենք իրար երեսի, ասում ենք,
բա Ռուսաստանը ինչ կասի։ Եթե մենք գնացել ենք Ֆրանսիայի հետ հանդիպումների հետ պետության հետ բարեկամություն ենք արել, այս սկզբնական շրջանով ասում են Ռուսաստանը ինչ կմտածի։ Եթե գնում ենք Գերմանիայի հետ հանդիպումների, ասում ենք սկզբից ասում ենք Ռուսաստանը ինչ կմտածի, բայց մի 15 տարի առաջ պետք է թույլտվություն հարցնեինք, ասենք պարոն Լավրով թույլ կտաք մենք հանդիպենք, ասենք ֆրանսիացիների հետ, պարոն Լավրով թույլ կտաք մենք Դուբայի հետ առևտրական ինչ-որ հարաբերություն ունենանք։ Բայց 18 թվականից հետո արդեն մենք սկսեցինք անկախության նշաններ ցույց տալ։ Եվ 20 թվականի Արցախի վրա հարձակումը նաև գալիս է այդ նշաններից, որ մենք ինչ իրավունք ունենք առանց իրենց թույլտվությամբ որևէ մի երկրի պաշտոնյայի հետ հանդիպենք կամ այդ պաշտոնյային հրավիրենք Հայաստան։ Այս ամեն ինչի բանը թաքնված է դրա տակ։ Պարոն Մելքոնյան, բայց հիմա էլ Ռուսաստանը շատ դեպքերում քննադատում է Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները, զենքի գնումները, տարբեր միջոցառումներ արևմտյան Հայաստանի հարթակում անցկացնելը, երեկ էլ այստեղ Երևանյան երկխոսություն ֆորումն էր, որի շրջանակում տարբեր արևմտյան քաղաքական գործիչներ էին այստեղ, այսինքն սա էլ միանշանակ չի ընկալվում Ռուսաստանի կողմից։ Բայց ինչ եմ ասում եմ 18 թվականից այս կողմ, երբ որ մենք իրենց չենք հարցնում, թե մենք որ պետության հետ կարանք գնանք հանդիպման, որ պետության ղեկավարը կարա մեր երկիր, մենք 18 թվականից արդեն ինքնուրույն, արդեն մեզ թվում էր մենք անկախ ենք, դրա համար մենք ում հետ ցանկացանք հանդիպեցինք, ու նրանք էլ տեսան, որ մենք Եվրոպայի հետ, եվրոպացիների հետ հանդիպում ենք, մեր պետությունները իրար հետ լավ հարաբերությունների մեջ են, նույնիսկ արդեն մենք սկսեցինք զենքի առևտուր անել սպառազինության, եւ քանի մինչ այդ մենակ Ռուսաստանն է մեզ զենք մատակարարել, մենք ոչ մի երկրից զենք իրավունք չունեինք գնելու, բայց երբ որ մենք սկսեցինք արդեն ուրիշ երկրից զենք գնել, Ռուսաստանը դա շատ ծանր տարավ, միջև մի էլ է ծանր տանում, ասում ես այդ ֆորում որտեղի է ունենում, բայց հիմա իրանք մեռած են թաղած չեն, այդքան ծանր են տանում իրանք, ու իրանք երբ որ Լավրովը եկավ Հայաստան ու իր վիրավորական խոսքերը մեզ ու իր վախեցնելը մեզ, թե դու Ֆրանսիայի հետ բարեկամություն եք անում, Ֆրանսիան մեր թշնամին է, այդ վաղ էր, որ մենք հարցնում էինք, թե ում հետ բարեկամություն անենք։ Հիմա մենք իրանց հետ ենք հարաբերությունների մեջ, Ֆրանսիայի հետ ենք հարաբերությունների մեջ, բոլոր հետ մենք պետք է մեր հարաբերությունները կարգավորենք որպես անկախ պետություն։ Պարոն Մելքոնյան, շատ կարևոր բաներ եք հիշատակում Լավրովի հայտարարություններ։ Լավրովի այցը ինչի մասին էր, այստեղ էլ միանշանակ չընդունվեց, արդյոք նրա մասին էր, որ մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, թե որոշակիորեն մեր կաշկանդվածությամբ, որովհետև Հայաստանի հարթակը օգտագործելով Լավրովը որոշ հայտարարություններ արեց Արևմուտքի համար ոչ այդքան հաճելի, նույն Ուկրաինայի մասով, ինչով էր դա պայմանավորված եւ նաեւ Լավրովի այցը ինչպես կգնա։ Ես ասում եմ, Լավրովի այցը հիմնականում այն էր, որ մեզ վախեցնի մենք դեպի Եվրոպա չգնանք, այս էր հիմնականում։ Ինքը նաև ես այդպես եմ կարծում։ Վախեցրեց։ Չէ, արդեն մեր վախը շուտ են բռնե, շուտ ենք վախեցել։ Այդ 20 թվականին իրանք դա արեցին 20 թվականին, հետո 23 թիվը մեզ ապացուցեցին, որ իրենք են այստեղ նայողները եւ կատարեցին ինչ որ կատարվեց։ Դրա համար հիմա իրանք մենակ Արցախ չսահմանափակվեցին, հիմա իրանք Հայաստանի մասով են արդեն խառնվում, Զանգեզուրի միջանցքի մասին են խոսում, այսինքն այն ինչ խոսում է Ալիևը, նույնը կրկնում են իրանք, կամ իրանք ինչ ասում են, կրկնում է Ալիևը, իրար հետ համատեղ այդ ամեն ինչը ծրագրված է, ծրագրել են, ու ինձ թվում է, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, որովհետև մեզ շատ բարեկամներ են պետք, եւ մեր անվտանգության խնդիրը մենք պետք է հասկանանք, որ մեր վրա է դրած եւ մեր բանակը պետք է այնքան զորացնենք, որ մեր
անվտանգության խնդիրը ինքներս լուծենք։ Պարոն Մելքոնյան, մեր անվտանգության խնդիրները լուծելու համատեքստում այն վերջին շրջանում շատ է խոսվում խաղաղության խաչմերուկ նախագծի, խաղաղության պայմանագրի մասին։ Ամեն դեպքում ինչու Ադրբեջանը չի գնում այդ պայմանագրի ստորագրմանը, այն դեպքում, երբ օրինակ Ադրբեջանը պետք է թողնեն, որ գնա։ Ադրբեջան պարտք կա Ռուսաստանին։ Ինքը Արցախի դիմաց ճիշտ է վճարումներ արել է, բայց լրիվ չի արել, ինքը պարտք կա մնացել դրա դիմաց, դրա համար իրան ասում են, որ էսենց պետք է, այս քայլերը պետք է անես, այդ քայլերն ինքը անում է։ Եթե մի Ռուսաստանը ցանկանա, որ այդ խաղաղության պայմանագիրը կնքվի, 2 ժամից հետո կնքված է այդ պայմանագիրը։ Իսկ այդ պայմանագիրը մեր շահերից է բխում այն համատեքստում, որ օրինակ խորհրդարանական ընդդիմությունը այն որակում է կապիտուլյացիա, կրկնակապիտուլյացիա, ասում է, որ դա Հայաստանի շահերից չի բխում, մեզ խաղաղություն պետք է, բայց արժանապատիվ խաղաղություն։ Դե իրանց ասել են, այտենց ասեք, իրանք էլ այտենց են ասում, իրանք մեղավոր չեն։ Իրենց ասում են, որ այս թեմաները բարձրացեք, այս թեմաներով խոսացեք, այս ձևի։ Իրանք էլ խոսում են։ Վարչապետը երեկ նաև հայտարարեց, որ չնայած բոլոր սադրանքներին Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Դուք էլ ունեք այդ համոզմունքը։ Դե հիմնականում բանակցողը երկրի վարչապետն է եւ ինքը ավելի լավ գիտի ինչա լինելու, քան թե մենք բոլորս։ Բայց ամեն դեպքում խաղաղության հնարավորությունն է։ Դուրին եթե վարչապետն ասում է, որ խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու, մենք իրավունք չունենք ճավատանք։ Որոշ ուժեր կան, որ անընդհատ գուժում են, ասում են պատերազմ է լինելու, անընդհատ սահմանին կրակում են, Ադրբեջանը կրակում է, պատրաստվում է պատերազմի, այստեղ խոսում են խաղաղություն։ Դե 5-րդ շարասյունը այդ լարվածությունը նաև ինքն է պահում, չէ։ Իրանք են պահում նաև լարվածության մեջ տնեն երկիրը, որպեսզի չկայունանա, չզորանանք։ Շարունակել են խոսել խաղաղությունից։ Իհարկե, մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, ասենք խաղաղության պայմանագիր չստորագրել է մեկը, այդ կետեր կատարելը մեկը։ Այսինքն իրանք մենք բոլոր դեպքերում խաղաղությունը ստորագրվի, չստորագրվի, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչ։ Պետք է մեր ժողովուրդը պատրաստ լինի ամեն ինչ։ Այնպես որ ասենք, եթե քո հարևանը լավն է, կարող ես վստահել, բայց եթե լավը չի, չես կարող վստահել, ուրեմն պետք է դու ամեն անգամ պատրաստ լինես ամեն ինչ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Դե պատրաստ ենք, պատրաստվում ենք, ամեն ինչ էլ անում ենք, որ պատրաստ լինենք։